Համահայկական ճակատ կուսակցությունն ու համանուն շարժումը իրենց ծրագրային դրույթներում առանձնահատուկ կարևորություն են տալիս Հայաստանի եզդիական համայնքին, դիտարկելով այն որպես մեր երկրի համախմբվածության եւ բազմազանության կարևոր բաղադրիչ։ Կուսակցությունն իր գործունեության ծրագրերում առանձնացրել է եզդի զոհված զինծառայողների ընտանիքների աջակցության ուղղությունը, որոնց թիվը Հայաստանում հասնում է շուրջ 80-ի։ Կուսակցության անդամների համոզմամբ հայրենիքի պաշտպանության գործում մասնակցած յուրաքանչյուր համայնքի ընտանիք պետք է զգա պետության եւ հասարակության երախտագիտությունն ու մշտական հոգատարությունը։ Ես որպես համահայկական ճակատ կուսակցության ավականու անդամ շատ մեծ ծրագրեր ունենք, շատ մեծ ներդրումներ ալինելու, թե կապված եզդիական համայնքի հետ, թե ընդհանրապես գյուղերի հետ կապված։ Նախատեսված է եզդիական համայնքի համար գյուղերում տրանսպորտը կարգավորելու, աղբահանությունը, որը ահավոր վիճակ է գյուղերում։ Միաժամանակ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր ուղղված եզդիական լեզվի եւ մշակույթի պահպանությանը, ավանդական տոների վերարժևորմանը, ինչպես նաեւ ազգային ինքնության պահպանմանն ու զարգացմանը նպաստող կրթական նախաձեռնություններին։ Կուսակցությունն առաջնահերթություն է համարում նաեւ եզդիական բնակավայրերի բարեկարգումն ու սոցիալ-տնտեսական զարգացումը։ Ծրագրում ներառված են ճանապարհների, դպրոցների, համայնքային կենտրոնների եւ ենթակառուցվածքների արդիականացման նախագծեր, որոնք կոչված են բարձրացնելու համայնքների կենսամակարդակը։ Ես աշխատելու եմ գիշեր-ցերեկ, որ իրանք հասկանան, որ անտեսված չեն, որ իրանց հիշում են, իրանց հարցը կբարձրաձայնվի, իրանք ամեն մի խնդիր կլուծվի։ Կուսակցության ղեկավարի խոսքով յուրաքանչյուր եզդի ընտանիք պետք է ապրի արժանապատիվ պայմաններում, իր հայրենի գյուղում, իր մշակույթի եւ ինքնության մեջ։ Նշենք նաեւ, որ համահայկական ճակատ կուսակցությունը համագործակցում է ոչ միայն եզդիական, այլև հույն եւ Բաքվից տեղահանված հայերի համայնքների հետ, նպատակ ունենալով ձևավորել ազգային համերաշխության եւ փոխաջակցության լայն հարթակ։